Շնորհակալություն, հարգելի տիկնայք եւ պարոնայք, մենք մոտեցանք մեր եզրափակիչ մասին։ Ես կխնդրեմ, որ մեր բանախոսներից յուրաքանչյուրը ամփոփիչ շատ կարճ խոսք ասի, հատկապես այն համատեքստում լավ ինչ անենք, որ այս այլանդակության վերջը տրվի, որտեղ այ մեզ բոլորիս, պատգամավորներին, շատ հրապարակային դեմքերին, ովքեր շատ հայտնվում են էկրաններին, փողոցում տեսնելուց բոլոր մարդիկ այս նույն հարցն են տալիս։ Արդեն մեր հասարակությունը, չնայած ես պարոն Դանիելյանի հետ համաձայն եմ, անդադ պիտի խոսվի, որտեղ դա էլ է շատ կարևոր է անդադ մարդկանց իրազեկելն ու բացատրելը։ Բայց մեր հասարակությունը ընդհանուր առմամբ կողմնորոշված է եւ գնահատականներ ունի իր ստեղծված վիճակի վերաբերյալ։ Ինչ անել, պարոն Մամիջանի։ Իմ պատասխանը կարող է քիչ փիլիսոփայական թվալ, բայց դա իրականում այդպես չի։ Յուրաքանչյուր մարդու պայքարից շատ բան է կախված։ Գիտեք, կաթիլը քար է ծակում։ Ես ամեն դեպքում հավատում եմ մեկ մարդու ուժին։ Ու պայքարի միջոցները շատ տարբեր են։ Նարեկը պայքարում է հացադուլով, մեր մյուս ընկերները, իրոք Խաչիկի անունը շատ մեր ընկերների անուններ չէի նշել, պայքարում են իրենց ազատությամբ, մարդիկ պայքարում են ելույթներով, սոցիալական ցանցերում, ցանկացած ձևը պայքարի էական, ցանկացած։ Բարեկամական հավաքի ժամանակ Փաշինյանական թեզերով մոլորված, մանիպուլյացիաներով մոլորված բարեկամին կամ ընկերոջը փաստերով ամեն ինչ ապացուցելը նույնպես պայքարի միջոց է։ Գուցե ինչ-որ մարդիկ լինեն, որ ասեն, որ ասածս ծիծաղալու է թվում, բայց վստահեցնում եմ ձեզ, որ դա այդպես չի։ Նիկոլ Փաշինյանին ընդդիմություն շատ վաղուց արդեն ոչ թե այս կամ այն քաղաքական ուժն է, այլ ժողովուրդն է։ Եվ այդ ժողովրդի հավաքական եւ կետարկետ հատ առ հատ իրենց տեղերում պայքարի շնորհիվ է։ Այնպես որ իմ խնդրանքը հետեւյալն է, ոչ մի դեպքում չի հիասթափվել, որովհետեւ այս պահին մարդիկ կան, որոնք չեն հիասթափվել եւ անազատության մեջ են դրա համար։ Եվ երկրորդ, ցանկացած ձևով փողոցային պայքարից մինչև նորից եմ ասում, այս կամ այն մոլորությամբ խաբված մեր քաղաքացուն իրականությունը բացատրելը պայքարը։ Իսկ ավելի համապարփակ, ավելի մեծաքանակ, ավելի մասսայական պայքարի հարթակներ երաշխավորում եմ ձեզ, որ առաջիկայում տեսանելի են լինելու։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ Տիկին Վարդանյան։ Շնորհակալ եմ։ Ես պարզապես որպես ամփոփիչ խոսք ուզում եմ դիմել մեր հասարակությանը, որ դուրս գա այս լռողների հասարակության կարգավիճակից։ Գիտեք, նաև այդ լռության պատճառով է, որ այսօր մենք ունենք այսքան քաղաքապետարներ եւ քաղաքական հետապնդման ենթարկվողներ։ Ես վստահ եմ, որ լռողների մեջ կան մարդիկ, ովքեր տեսնում են, հասկանում են, թե ուր է տանում այս իշխանության քաղաքական գիծը, բայց այնուամենայնիվ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, մոտեցումը մոտեցմամբ իրենք փորձում են իրենց զերծ պահել գործընթացներից, որոնք տեղի են ունենում մեր երկրում։ Հետևաբար մեր խնդիրն է առաջին հերթին մարդկանց դուրս բերել այդ լռողի կարգավիճակից, մարդկանց դուրս բերել նաև հուսահատվածների կարգավիճակից, եւ որովհետեւ մենք միասին անելիք ունենք։ Մենք միասին անելիք ունենք ինչպես ներքաղաքական ոլորտում, այսինքն քաղաքապետարների պաշտպանություն, մարդկանց իրավունքների պաշտպանություն, իրավունքների վերականգնում եւ այլն, այնպես էլ արտաքին քաղաքական ոլորտում, որովհետեւ հակառակ պարագայում մենք քայլ առ քայլ գնալու ենք ազգայինի եւ պետականի կորստին։ Թերևս մենք մի քանի տարի առաջ չէինք պատկերացնում, որ այդպես քայլ առ քայլ կգնանք Արցախի կորստին եւ այն ժամանակ ում ասեիր բոլորը, չգիտեմ, քեզ միգուցե խելագարի տեղ կդնեին, հիմա նույն զգուշացումը, որ վերաբերում է Հայաստանին, խելագարության ժանրից չէ։ Հետևաբար ես ուզում եմ պարզապես մեր հասարակությանը կոչ անել դուրս գալ այդ լռության կարգավիճակից եւ առաջիկա ցանկացած քաղաքական process-ի մասնակցել հենց երկրի տիրոջ կարգավիճակով։
կլինի դա քաղաքական ակցիաներ, կլինեն դրանք առաջիկա ընտրությունները, որովհետև եթե մենք այս ընտրությունների ընթացքում չհասկանանք, թե ինչի մեջ ենք ընտրություն կատարում, ինչի եւ ինչի մեջ ենք ընտրություն կատարում, ապա Հայաստանի առջև ծառացած ռիսկերը գնալով ավելի խորանալու են եւ ավելի լուրջ են դառնալու։ Շնորհակալություն, խնդրեմ պարոն Դանելյան։ Ես էլ եմ միանում իմ գործընկերների կոչերին, մի քանի դիտարկումներ եմ ուզում անել, մենք եւ պիտի խոսենք եւ պիտի գործենք։ Եթե միայն խոսում ենք, դա նորմալ է, բայց այդքան էլ լավ չի։ Խոսքն ու գործը իրար զուգորդելով պիտի շարժվենք առաջ։ Մի քանի կետերի մասին եմ ուզում խոսել, նախ այս առումով հուսով եմ այդ կոնսենսուսը, եթե մինչև վերջը չկա կլինի, քաղաքական դաշտում այս հարցը անընդհատ օրակարգում պահելու։ Անընդհատ խավար անիծելու փոխարեն մենք պիտի ամեն մեկս մի հատ լույս վառենք։ Եվ խոսենք դրա մասին, ես կոնկրետ ուզում եմ, որպես մենք պատգամավոր մեր գործառույթների շրջանակներում բարեկամական խմբերին, բոլոր միջազգային կազմակերպություններին անընդհատ նամակներով դիմում ենք։ Եվ դա կարևոր է։ Բոլոր այն հնարավորությունները, որ կան, օգտագործում ենք եւ դա կարևոր է։ Այցելությունները քրեակատարողական հիմնարկներ այդ մարդկանց աջակցելու անչափ կարևոր է։ Եվ թող ոչ մեկ դա չթերագնահատի։ Մարդկանց ընտանիքներին աջակցությունը ելի անչափ կարևոր մի գործ է, որ կատարում ենք մեր գործընկերների հետ եւ շարունակելու ենք կատարել։ Հանրային պարծավանքը շատ լուրջ գործիքակազմ է եւ շատ լուրջ զենք է եւ սա պիտի օգտագործվի եւ բոլոր այն մարդիկ պիտի իմանան, որ այսօրվա կայացած ապօրինի որոշումներով վաղը մյուս իշխանափոխությունից հետո վաղը մյուս օրը իրենք պետքա պատասխան տան այս տառապանքների, այս զրկանքների, այս ամեն ինչի համար։ Մարդկանց առողջական խնդիրների վերաբերյալ մենք պիտի խոսենք, բարձրաձայնենք, գրություններ ուղարկենք եւ ուղարկում ենք եւ այդ մարդկանց կներեք, օր ու արև չտանք։ Սա շատ կարևոր հարցեր է, որի ոչ թե այսօր պանելային քննարկում ամենք այսօր խոսում ենք, հեսա դուրս են գալու գնանք ամեն մեկս մեր գործերով զբաղվենք, չէ, դա ամենօրյա աշխատանք է, դա հարյուրավոր մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցն է, որ էլի անչափ կարևոր է։ Այս տարիների ընթացքում ես ձեզ հավաստիացնում եմ հազարավոր մեր եւ անծանոթ մարդիկ, ոչ միայն ընկերներ, գործընկերներ, անծանոթ մարդիկ, որոնք չենք ճանաչել, բայց այդ քաղաքական գործերով մինչև հիմա անցնում են։ Եվ իրենց իրավունքների պաշտպանության հարցը անչափ կարևոր է, որ մենք կարողանանք նաեւ իրավական աջակցություն ցույց տալ այդ մարդկանց։ Տիկին Վարդանյանը այդ գործով ներգրավված մարդկանցից մեկն է, եւ ես հիշում եմ այդ օրերին ինչ օպերատիվ աշխատանք էր տարվում։ Ամեն մեկի հետևից գնալու, իրենց իրավական պաշտպանություն ապահովելու հարցով եւ մնացած մեր բոլոր գործընկերները։ Ես նորից եւս մեկ անգամ պարոն Սուրենյան շնորհակալ եմ այս շատ կարևոր քննարկումը կազմակերպելու։ Ես համոզված եմ, որ մենք էլ առաջիկայում էլի հնարավորություններ կունենանք եւ սրա մասին խոսելու եւ իհարկե խոսքի հետ նաեւ գործելու։ Շնորհակալ եմ։ Էլի առողջություն, ես առողջություն եմ էլի մաղթում, շուտապույտ եւ բոլոր այն մարդիկ, որոնք առողջական խնդիրներ ունեն, Վարդան Ղուկասյանի մասին խոսեցին, սրբազաններն էլ առողջական խնդիրներ ունեն, լրջագույն առողջական խնդիրներ ունեն։ Կրկնում եմ, չեն թույլ տալիս դրա մասին խոսենք, չեն թույլ տալիս դրա մասին ասենք, բայց լրջագույն խնդիրներ ունեն։ Եվ մենք պիտի շարունակենք պայքարը եւ հասնենք մեր նպատակներին։ Հայաստանում պիտի քաղաքարտարկյալ չլինի որևէ իշխանության բարեկամ, շնորհակալ